կցանկանայի, որ տղաների ու աղջիկների միջև տարբերություն չդնեին դպրոցում, ինչպես նաև կյանքում հավասար ենք, կյանքը լի է շատ փորձություններով եւ մանավանդ աղջիկների համար պետք է լինել ուժեղ, շատ ուժեղ, որպեսզի կարողանանք այս փորձությունները հաղթահարել ու զապել Եսայանի նման, Սրբուհի ու Սաբի նման շատ ուժեղ մարդիկ լինենք։ Հավասար առաջնորդություն ծրագրի շրջանակում հենց մենք միտված ենք համայնքներում բարձրաձայնելու աղջիկների, տղաների, առհասարակ աշակերտների ձայնը, զարգացնելու այնպիսի հմտություններ, այնպիսի արժեքներ, որոնք հետո կյանքում իրենց կօգնեն։ Ես եւ Էլմիրան Այվազյան միասին սկսեցինք աշխատել այս գրքի վրա, որովհետեւ հասկացանք, որ մենք մեծացել ենք առանց մեր պատմության, գրականության, արվեստի եւ գիտության կանանց իմանալու ու որոշեցինք, որ սա բաց է, որը չպիտի լինի մյուս երեխաների, դեռահասների եւ ինչ որ մեծերի կյանքում ու որոշեցինք գրել մանկական գիրք Ամենահրաշ հայկանայք գիրքը։ Տակշքիր էր յուրաքանչյուր կին, առավել սիրեցի Սոսե մայրիկին, նա տեսավ, որ իր ամուսինը մահացել է, արդեն իր որդիների մահն է տեսել, բայց միևնույն է չի անձնվել եւ շարունակել է կռվել մինչեւ վերջ։ Միջոցառումն էլ սիմվոլիկ հենց մարտին ենք իրականացրել, իրար հետ միահյուսելով կանանց տոնը, մարտի 8-ը, դասավանդիրյան սկզբունքը հավասարությունը եւ աղջիկների ձայնի բարձրացման, հզորացման իրավունքը, այս երեքը համատեղել ենք իրար հետ եւ ունեցանք այսպիսի հրաշալի միջոցառում։